վերջի դեպքերից մեկը այն էր, որ Մայր Հայաստան կուսակցության ղեկավարը Անդրանիկ Թևանյանը ձեռբակալվեց դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով։ Հիմա նման մի մեղադրանք է առաջադրվել Հայաստան Դաշինքի ղեկավարի հանդեպ, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, եւ այս կառավարության ղեկավարը իր նախընտրական ելույթներում լրտեսության մեջ մեղադրում էր նաեւ ընդդիմության ղեկավարներին եւ հայտարարում էր, որ նրանք պետք է պատժվեն։ Մյուս տիպային դեպքը դա քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի դեպքն է։ Դասախոս է, որը հաճախակի հանդես է գալիս լրատվամիջոցներով եւ իր քաղաքագիտական տեսակետներն է հայտնում։ Հիմա օրենքով, դատարանի որոշումով նրա հրապարակային խոսքի վրա արգելք է դրվել։ Նա այլևս չի կարող մասնակցել հանրային միջոցառումներին, չի կարող օգտվել սոցիալական ցանցերից եւ չի կարող տալ հարցազրույցներ եւ տեսակետներ հայտնել։ Սա Հայաստանում վերջի 30 տարիների ընթացքում յուրահատուկ դեպք է, այսինքն մարդուն զրկում են խոսքի ազատությունից, խոսքի ազատության իրավունքը այլևս չի գործում։ Եվ սա նախադեպ է մնացած բոլոր այն մարդկանց համար, ովքեր հանդես են գալի հրապարակային խոսքով։ Հաջորդ տիպային երևույթը դա պետական համալսարանի դասախոս Անուշ Սեդրակյանի դեպքն է։ Ինքը ամբիոնի վարիչ է, մասնակցել է ընտրություններին ընդդիմադիր կուսակցություններից մեկի ցուցակով եւ իրեն պատժելու համար լուծարում են ամբիոնը, համալսարանի ամենահին ամբիոններից մեկը։ Մյուս հետաքրքիր դեպքը այն էր, որ այս կառավարության ղեկավարը լրատվամիջոցների հետ, երբ որ հարցազրույց էր տալի, նա ասում էր, որ եթե ինքը չընտրվի, ես վարչապետ չլինեմ, դուք ընդհանրապես 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու։ Դուք ֆայլաբազարում գնալու եք կանգնեք, որ օրվա հաց վաստակեք։